այլ լինի, որ հանցագործության կատարման շարժառիթը մոտիվը, ինչը բացահայտված է հաղորդագրության տեքստում եւ ոչ ավելին։ Ինչ վերաբերվում է հաղորդագրության տեքստում նշված անձնական փոխհարաբերություններ բառակապակցությանը, այն առհասարակ չի ենթադրում սիրային կամ նմանատիպ կապ։ Ավելին, երկու կանայք կամ երկու տղամարդիկ կարող են ունենալ անձնական փոխհարաբերություններ, ինչը չի կարող մեկնաբանվել կամայականորեն։ Տվյալ դեպքում քննչական կոմիտեի հաղորդագրությունը մեկնաբանելով տպավորություն է ստեղծում, թե գործ ունենք կիսաբաց լուսամուտներ հաղորդման սյուժեի հետ։ Ավելին, քննչական կոմիտեն չի պնդել, թե այդ անձնական փոխհարաբերությունները ինչպիսին են, այլ ընդհանրապես բացահայտել է հանցանքի կատարման շարժառիթը, փաստել է, թե ԱԱ-ի կարծիքով դա է նրա պատկերացման մեջ։ Եվ ամենասարսափելին գիտեք որն է, հարգելի գործընկերներ, որ երեք ուր ա տիկին Խամոյանը, ստեղ չի։ Այս ամեն ինչի մեջ խլանում է, որ մարդ ա սպանվել, ժողովուրդ, մարդու կյանքից զրկելու պատվեր է տրվել, հաղորդագրության մեջ այդպես ասվում է, այդ ամեն ինչը ոչինչ եւ բոլորը խնդրու առարկա է դարձել անձնական փոխհարաբերությունները։ Մարդկային կյանքը ստորադասվել է ինչ-որ անձնական փոխհարաբերությունները, որը բացարձակապես պետք է որևէ մեկին հետաքրքիր չլինի։ Ես ինչի համար եմ սա ասում։ Սա պարտադիր պիտի ասվեր, ասեմ ինչի համար, որովհետև դուք նորից ձեր ճաշակով բերեցիք շահարկման առարկա դարձրեցիք այն, ինչ որ ուզում էիք։ Որովհետև սխալ եւ կամայական մեկնաբանության պատճառով հասարակության մեջ թյուրին բնում առաջացավ։ Առաջնային դաշտ եկավ ինչ որ անձնական փոխհարաբերություններ, մարդը մահացել է, ոչ մեկին հետաքրքիր չի։ Հավիճ ուտեր։ Որևէ մեկը խոսեցիք այդ մասին։ Մարդասպանության մասին խոսք գնաց, չէ։ Նորմ, մի րոպե։ Մի խանգարեք։ Եվ պարտադիր շահարկման առարկա պիտի դառնալ ազգային ժողովում։ Բայց ինչու եմ այս մասին խոսում, որովհետև հիմա անալոգիաներ պիտի տանեմ։ Այսպես է կարել եւ անում տարիներ շարունակ, բոլոր հարցերի վերաբերյալ, տարբեր հնարքների եք դիմում, բուն խնդիրը թաքցնելու համար եւ ձեր ճաշակով, ձեր քիմքին հարմար, ձեր ուզածը բերելով եւ այստեղ եւ այդտեղեր դարձնելով շահարկման թեմաներ։ Օրինակներ եմ բերում։ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի եւ դավաճանի երկխոսություն։ Ձեր ճաշակով հայրենիքի եւ պետության քննարկումը դարձրել եք հայրենիքը սիրողի եւ չսիրողի երկխոսություն։ Էլի ձեր ճաշակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել եք դավաճանի եւ հողպահողի երկխոսություն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը դարձրել եք լոկ տնտեսական վտանգների մասին երկխոսություն։ Սահմանադրական փոփոխություններն այսօր կնքեցիք վերջնական պեչատնել դրեցիք, դարձրեցիք Ալիևյան սահմանադրության փոփոխություն։ Կտրիչ Ներսիսյան ասել է ստորադասել եք հոգևորականի կուսակրոնության ուխտը խախտելու եւ զավակ ունենալուն։ Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը, շարունակեք Տիկին Դավոյան։ Որը դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն։ Առաջնայինը երկրորդականից չտարբերելը։ Եթե ձեր չէի անդրադառնալու երկար, բայց ասեմ, եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է։ Եթե նորմալ է, ընդունեք, եկեք, ստեղից ասեք, այո, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել պետության տրված, եկեք դրա շուրջը մտածենք, դիմենք նամակով Արսեն Թորոսյանին, ասենք, պարոն Թորոսյան, ինչ անենք, որ այս մարդուն նաև օգնություն ցուցաբերենք, որպես բազմազավակ հայր, բախի չեք խփում, ինչի չեք խփում բազմազավակ հորպահով, այդ ճիշտ է դրա համար, մենակ այն անձնագրի մեջ, որ անունը փոխել է, այդտեղ ձեր քիմքին հաճելի չի, անձնագիրը, թուղթը, բարաթը, այնտեղ բան է գրած, ով ուզի անունը կփոխի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պատկերք չկա, ով ուզի անունը կփոխի, որևէ մեկ ասել է, որ ինքը չի կարա դառնա, օրինակ Ֆրիդրիխ II, ոչ միտեղ չկա տենց բան, մեզ մարդն էլ դարել է Գարեգին II կամ B, չգիտեմ,
Բայց մարդը կտրիր Ներսիսյանը։ Սրանք մի քանի ցցուն օրինակներ են։ Այն մասին Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի Ճիշտ եք, չենք հասցրել դեռևս բարձրացնել 85,000 դրամի, բայց արժևում է բնականաբար նաև կհասնենք այդ թվին։ Բայց ինչու եք նաև մանիպուլացնում։ Մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձը Տիկին Յոլյան պետք չի կապել նվազագույն աշխատավարձի հետ։ Ավականին է որոշում դաստիարակների աշխատավարձը եւ ես գիտեմ որ դուք նաև Գորիսից եք, օրինակ ինձ հետաքրքիր է Գորիսի համայնքապետին, օրինակ երբևիցե դիմել եք այս հարցով մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձները բարձրացնելու խնդրանքով կամ հորդորով։ Խնդրում եմ պատեհ պահին նաև արձագանքենք հասկանանք։ Մենք նաև չեմ կարող չնշել, որ մենք այս պահին Տիկին Յոլյան միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ ունեցողների թիվը ավելի մեծ է կազմում, քան ավելի ցածր աշխատավարձ ստացողներինը, ինչը մեծ ձեռքբերում է նաև այս տարիների մեր վարած քաղաքականության։ Ես նաև չեմ կարող չնշել, որ 2017 թվականի համեմատ միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 303,000 դրամ, ինչը նաև խոսում է, այսինքն թվերը ինքնին խոսուն են, ես այլ բան չեմ ավելացնում։ Ինչ էի ուզում ասեի։ Մենք նաև այս ընթացքում Պարոն Կարապետյան, այս տարիների ընթացքում մենք մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Որոշ մասը ստվերից է դուրս եկել, որոշ մասը ստեղծվել են, այսինքն այն խոստումը, որ դուք նաև խոստումներ կատարելուց խոսեցիք, մենք արդեն իսկ այդ 300,000 աշխատատեղը ստեղծել ենք։ Պարոն Կարապետյան, խոսեցիք աղքատության մակարդակից։ Ես էլի թվեր նշեմ, 2017 թվականին աղքատության մակարդակը եղել է 25,7%, իսկ 24 թվականին վերջին տվյալները դեռևս չկան, եղել է 21,7%։ Ունեցել ենք էական նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 1,4%-ից դարձել է 0,6% եւ մենք մեր նպատակն է, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը վերացնենք եւ մենք դրա ճանապարհին ենք, որ շատ մոտ ենք արդեն շատ մոտ ենք դրան, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը երկրի երեսից վերանա։ Ես շատ ուրախ եմ պարոն Կարապետյան, իսկապես որ դուք անհանգստացած եք, խոսում եք վերջերս շատ աղքատությունից։ Ես շատ ուրախ կլինեի, որ դուք մինչև 18 թվականն էլ հետաքրքրվեք, խոսեք աղքատության մակարդակից, գնայք, ես վստահ եմ, որ դուք գնացել եք նաև այս քարոզարշավի ընթացքում գյուղեր, մարզեր, մարդկանց հետ հանդիպումների եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև 18 թվականը, եթե դուք փորձեիք գնալ նույն գյուղերը, դուք կարող եք ուղղակի հնարավորություն չունենայիք գնալու, որովհետեւ ուղղակի ճանապարհ չկար գյուղ մտնելու։ Եղել են գյուղեր, որ ուղղակի դպրոց չի եղել, մանկապարտեզ չի եղել, եթե դուք հետաքրքրված լինեիք մեր ենթակառուցվածքներով, ես վստահ եմ, այս ընթացքում, որ առիթ եք ունեցել հանրապետության տարածքով շրջելու, մեծ փոփոխություններ կնկատեք եւ ինչի արդյունքում է նաեւ, որ մենք այսօր իշխանության ենք, որտեղ մարդիկ դուրս են գալիս, իհարկե խաղաղության օրակարգը ամենակարևորն է, բայց ժողովուրդ ջան, մարդիկ դուրս են գալիս ամենօրյա կյանքով ապրում, այդ փոփոխությունները տեսնում են, անհնար է չնկատել այդ փոփոխությունները։ Ու այստեղից խոսալ ուղղակի նվազագույն աշխատավարձի խոստումից իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի։ Պարոն Կարապետյան, իմ մոտ տպավորություն է, մենք երկու շաբաթ արդեն աշխատանքների ենք, որ դուք երկու Նարեկ Կարապետյան եմ այստեղ տեսնում, ու ինձ մոտ մեկ տպավորություն